Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես ուղղակի երկու շեշտադրում ուզում ավելացնել, տեսեք, հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի կողմից դա ուղղակի ինքնանպատակ չէ, որ թվարկեն այս երկրները ճանաչեցին եւ դրա առնվազն, որ դա ինքնանպատակ չէ, հետեւյալն է, որ Հայաստանը բարձրացնում է ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտման խնդիրը, լինելով ուժեղ պետություն, ոչ թե մենք պետականազուրկ ազգային եւ թղթե շերեփի սինդրոմով տարբեր խորհրդարանների միջանցքներում ավերսում ենք ինչ-որ մարդկանց, ինչ-որ պատգամավորների, որ այդ հարցը բարձրացնեն, այլ կարևոր տարբերությունը սա է, մենք դառնում ենք պետության, ուժեղ պետության, գործոն պետության ուրեմն մակարդակով եւ անում ենք այն ժամանակ, երբ Շուշիից արձանվում է հայոց եռագույնը եւ բարձրացնում ենք այդ հարցը։ Եվ սա ոչ թե ինչ-որ ուղղակի խոսքեր էին, ուղղակի հերթապահ հայեր էին, այլ սրանք իրական արժանապատի հաշվարկված քաղաքականություն։ Մյուս հանգամանքը, որ հայոց ցեղասպանության ճանաչումը ինչ-որ մի բանի պետք է այն մակարդակ տեղափոխվի, հա, օտար տերմինոլոգիայից level up պետք է լիներ, եւ այս փորձը, որ Հայաստանը դառնա լոկոմոտիվ ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտման, հենց այդ մակարդակի բարձրացման փոփոխության քայլերից մեկը։ Բնականաբար ոչ մի թղթով, ոչ մի կոնվենցիայով ցեղասպանությունները հնարավոր չի կանխարգելել, ինչպես մենք տեսնում ենք, հիմա էլ Սիրիայում, Իրաքում եւ այլուր անընդհատ տեղի են ունենում ցեղասպանություններ, բայց աշխարհի մարդկության ուշադրություն դրան հրավիրելը եւ հրավիրողի կարգավիճակը կարևոր է։ Արժանանալը նշեց 2015-ի մասին, ես էլ ուզում եմ այդտեղ մի ձևակերպման անդրադառնալ Էրդողանի կողմից արված։ Տեսեք, նախ 2015-ը դա համահայկական հռչակագրի տարին է, դա միասնականության տարին է, երբ հայոց ցեղասպանության կապված հայ ժողովուրդը տասնամյակներ հետո ցույց տվեց զարմանալի միասնականություն, երբ կանգնած էին իրար կողմը։ Երկու վեհապարներ, տարբեր հարաբերությունների լիդերներ, Հայաստանի Արցախի նախագահներ եւ այլն։ Սա միասնականության ուղերձ է, այն ինչ որ 2018-ից հետո սիստեմատիկ ոչնչացում է, իսկ հիմա նաեւ եկեղեցու հետ կապված այդ միասնականության գաղափարի ոչնչացումը տեղի ունենում։ Եվ այդ ուղերձը նաեւ ուրեմն ոչ թե ներհայկականներ, այլև միջազգային, ու դրա հետ կապված Էրդողանի հայտարարություններից մեկն եմ ուզում ասել, որ նշում է, որ 2015 թվականի ապրիլին ես խնդրեցի Վլադիմիր Պուտինին չգնալ Երևան, չմասնակցել ապրիլի 24-յան այդ միջոցառմանը, բայց ցավոք նա ինձ չլսեց։ Սա Էրդողանի հայտարարությունն է, օֆիցիալ արված։ Եվ ամենավերջինը, եթե պետությունը թույլ է, նա փնտրում է իրեն խանգարող ինչ-որ բաներ։ Հիմա այսօրվա մեր պետության, այսինքն պետության իշխանության խանգարում է մեր հիշողությունը, խանգարում է մեր պատմությունը։ Եթե դու թույլ ես անդադ ինչ-որ խանգարող հանգամանքների հիմնավորումներ պետք է փնտրես եւ դա կողարկես պրագմատիզմի դեր, եթե մենք ցեղասպանության մասին չենք խոսում, դա պրագմատիզմ է, որ կառուցենք ինչ-որ հարաբերություններ սահմանը բացենք երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց իրականում դա այդպես չէ, թույլ ես, դու գործոն չես, դու քաղաքականություն եւ դիվանագիտություն բարել իսորու չես, դրա համար քեզ հիմա խանգարում է հիշողությունը, ցեղասպանությունը, Արարատ լեռը, եկեղեցի եւ բազմաթիվ այլ ու աշխարհում կան տարբեր պետություններ, որոնք բազմաթիվ խնդիրներ են իրար հետ ունեցել։ Հիմա շատ լավ օրինակ է Հունաստանը եւ Թուրքիան։ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, բայց երբևէ հնարավոր չի տեսնել, որ Հունաստանը ասի դե գիտեք հանուն պրագմատիզմի եկեք մոռանանք հույների ցեղասպանությունը, եկեք Ստամբուլը չանվանենք Կոստանդնուպոլիս եւ եկեք չհիշենք թուրք-հունական պատմության համատեղ բազմաթիվ խնդիրներ։ Հետևաբար հիշողությունը եւ արժանապատվությունը դրանք այլ կատեգորիաներ են, քաղաքականությունը այլ, իսկ քաղաքականություն
իրականացնելու անկարողությունն է արդեն յովին այդ շնորհակալություն։